տեղեկացնել եւս մեկ անգամ, որ այսօր կառավարությունը մի շատ կարևոր որոշում է ընդունել գյուղատնտեսության հետ կապված, մասնավորապես անասնապահության, անասնաբուծության հետ կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, գյուղաբնակ քաղաքացիները, ֆերմերները, եթե իրենց անասունները տանեն սպանդանոցային մորթ իրականացնելու համար, ապա 10,000 դրամով պետությունը փոխհատուցում է սպանդանոցային մորթի արժեքը։ Առաջին քայլը լինելու է առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրեր կնքի սպանդանոցների եւ համայնքների հետ եւ այնուհետեւ այդ process-ից հետո հենց անմիջապես հետո մեր բնակիչները իրենց մորթը իրականացնելու համար կամ չեն վճարի կամ կվճարեն շատ ավելի քիչ դրամ, ինչու եմ դա ասում, որովհետեւ մենք հարցումներ ենք արել, տարբեր գներ կային 8,000 դրամից մինչև 12-13,000 դրամ էր մեկ մորթի գինը եւ պետությունը փոխհատուցելու է 10,000 դրամ, այսինքն եթե արժեքը եղավ օրինակ պայմանական 11,000 դրամ, մեր քաղաքացին վճարում է միայն 1,000 դրամ, դրա համար ինքը պետքա կտրոն ստանա եւ ինքը պետքա նաեւ ստորագրի, որ վճարել է ծառայության համար 1,000 դրամ, մնացած 10,000 դրամը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփոխհատուցի արդեն սպանդանոցին։ Այս դրական նախագծի ներքո ես ուզում եմ մեր զրույցը սկսել շնորհավորանքով պարոն Մաղյան, այսօր Շուշի ազատագրման օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ։ Ուրախ եք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ մեր ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջ քաշված իրական Հայաստանի քաղաքակրթական մոդելը եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինքը պատասխանում է բոլոր հարցերին եւ ես ուրախ կլինեմ եւ ուրախ եմ նրանով, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կնքի խաղաղության պայմանագրիր, Հայաստանում լինի վերջնական խաղաղություն եւ այլևս պատերազմներ չլինեն եւ մենք մեր հսկայական միջոցներն ուղղենք մեր երկրի, մեր բնակչության սոցիալական, կրթական եւ առողջապահական խնդիրների շարունակական բարելավմանը։ Այլ հարցեր ես ներողություն եմ խնդրում, ես հիմա եւս մեկ կարևոր հայտարարություն ունեմ։ Ես եւս մեկ կարևոր հայտարարություն ունեմ, որը ուզում եմ դրա մասին խոսել, որը վստահաբար մեր քաղաքացիների դուք ինձ խանգարում եք, որը վստահաբար շատ ավելի հետաքրքիր է այսօր մեր քաղաքացիներին, գիտեք, 2 օր առաջ բավականին մեծ եւ բավականին աղետաբեր կարկուտ է եղել Արմավիրի մարզում, մասնավորապես Արտաշատ համայնքի մի շարք գյուղերում։ Ես առաջիկա օրերին պլանավորում եմ այցեր հենց գյուղեր, տեղում կծանոթանամ ստեղծված իրավիճակին, այնուհետև կգույքագրենք խնդիրները, կգույքագրենք վնասների չափը, արդեն իսկ մոտավորապես գիտենք ինչի մասին է խոսքը, օրինակ ամենամեծ վնասը ելակն է կրել, այնուհետև բանջարաբոստանային կուլտուրաները եւ համեմատաբար ավելի քիչ վնաս պտուղը, բայց կհասկանանք վնասի ծավալները, ինչպես նաեւ կհասկանանք այն մեխանիզմները, որով կփորձենք օրինակ փորձենք աջակցենք մեր բնակչությանը, որպեսզի իրենք այս դժվար իրավիճակից դուրս գան։ Ես ուզում եմ նշել, որ անցած տարի մենք եւս այդպիսի բարդ իրավիճակի առաջ էինք եւ այդտեղ շատ անհատական մոտեցումներ էինք ցուցաբերում։ Մի դեպքում փորձում էինք վարկային տոկոսադրույքների հետ կապված որոշակի երկարաձգումներ ունենալ, մի դեպքում այլ լուծումներ։ Ուզում եմ նշել, որ խնդիրը հիմա գույքագրման փուլում է։ Ես ինքս վաղը մասնավորապես մայիսի 9-ին պլանավորում եմ լինել գյուղերում, ինչպես նաև կիրակի օրը կլինեմ մեր գյուղերում եւ խնդրին մանրամասն կծանոթանամ շաբաթ-կիրակի օրեր եւս եւ որից հետո արդեն կհասկանանք ինչպիսի աջակցության մեխանիզմներ կարողանանք կիրառել։ Պարոն Բաբայան, ԿՊ վարչության նիստերում էր Նիկոլ Փաշինյանը նույն լեքսիկոնով խոսում, նույն սպառնալից տոներով հագիմուտի մագիստերի անմեղության կարգվածը շատ ժամանակ նաև խախտելով եւ երեք նաև հայտարարվեց, որ օրինակ որ գյուղ գնում են, ասում են ինչի է, ինչ մարդը նստած չի, ինչի է, ինչ մարդը նստած չի, օրինակ այդ մարդկանց անուններում լինում են ԿՊԱ-ականներ, որոնց անունները եւս կապվում են կոռուպցիայի եւ ընդհանուր առմամբ ինչ գնահատական կտակ 3 խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ թվում եւ ընդդիմադիրներին ԱԱՑ պատվազները լցնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի
խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը եւ բազմաթիվ անգամ դուք խանգարում եք, հիմա ելույթ եք ունենում, թե հարց եք տվել, որպեսզի ակնկալեք պատասխան։ Երբեք չի այդ կանոնը խախտել եւ այսօր էլ մի ելույթում տողատակով այսպես ասած դրա մասին մի քանի անգամ նշեց, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գյուղ գնում ենք, այդ են ասում, հիմա լավ է վատ է չգիտեմ, բայց դա փաստ է, որ գյուղ գնում ենք, մարդիկ ոչ առաջին հերթին ոչ թե ասում են այս ճանապարհը սարքեք, այս ջրագիծը սարքեք, դպրոցը վերանորոգեք կամ այս արեք կամ այն արեք, ասում են ինչի այդ մարդիկ մինչև հիմա կալանավորված չեն։ Հիմա այդ հարց կարծում ինչ չպետք է ուղղել։ Այդ հարց կարծում ինչ չպետք է ուղղել։ Բայց չկա որ գնում ես մարդիկ ասում են այս իշխանությունը որ առաջ պիտի հեռանա։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ի տարբերություն նախորդ բռնապետական ժամանակաշրջանի եւ ռեժիմների հիմա ազատորեն կարող են խոսել այն ինչ ուզում են եւ ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրություններում այնպես ինչպես ուզում են եւ սա փաստ է եւ ես հպարտանում եմ երբ որ մեր քաղաքացիները նաեւ այդպես են խոսում։ Այդ խոսքի ազատությունից օգտվել է Նիկոլ Փաշինյանի դիմադիրներին անվանում համբալ եւ ձեր նիստերին օրինակ դες այդպես խոսում ձեր երբևէ համբալ ասած Ուրեմն ես կոչ եմ անում դες կոռեկտ պահեք, կոռեկտ բակի պահեք, ուրեմն չէ, ձեզ կարգին պահեք ու կոռեկտ պահեք, սա այո դուք էթիկայի բոլոր կանոնները դուք խախտում եք, ես ասում եմ ձեզ պահեք կոռեկտ ու կարգին։ Կոռեկտ պահելով Դե ուրեմն ձեր հարցերին չեմ պատասխանում, որովհետև դուք ոչ շնորհք ունեք, ոչ կոռեկտ եք ձեզ պահում, ոչ էլ կարգին։ Այլ հարցեր կան, կոռեկտ է պահում, այդ վարչապետն է, որ մարդկանց համբալ է անվանում։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանի շնորհքահավատքը շնորհքի շրջանակներում էր ձեզ թե ոչ։ Իմը շնորհքի շրջանակում։ Ուրեմն Հանրապետության վարչապետի արձագանքը շատ adekvat էր այդ իրավիճակի եւ դրա հետ կապված ավել մեկնաբանություններ չունեմ։ Իմ գնահատականը դա է։ Այլ հարցեր ունեք։ Հեղափոխական գաղափարների շրջանակներում էր ատելության հեղափոխական գաղափարի շրջանակում է, որ ամեն մի ժողովրդի կողմից գողության եւ ավազակության մեջ մեղադրվող չկարողանա ժողովրդի իշխանության ասի ինչ որ մտքով անցնում է ու դա եթե ասում էլ է պիտի դա պատասխանես։ Պարզա դա։ Անվալ ասելն է պատասխանը։ Վրաստանի փոխվարչապետի հետ ինքնիշխ հանդիպեցիք թե ոչ եւ ինչպես է բեռնատարների հարցը, որոնք Ռուսաստանը ապրանք են դառնում եւ դա Վրաստանում չի իրացվում, բայց այնտեղ ստուգումներ է անցնում, այդ հարցը ինչպես է վերջում։ Դուք եթե հետևել եք մամուլին, եղել է ոչ միայն հանդիպում, այլ նաև եղել է բիզնես ֆորում, ես իհարկե հասկանում եմ, որ ձեզ ինչ-որ մանր-մունր սկանդալային բաներ երևի ավելի շատ է հետաքրքրում, քան օրինակ երկու բարեկամ եւ հարևան երկրների մի քանի 100-300 գործարանների միջև B2B հանդիպումները, բիզնես ֆորումները, երկու բարեկամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները, դրանց շրջանակում որոշումները, եւ ես ուզում եմ նշել, որ մենք բավականին արդյունավետ հանդիպում ենք ունեցել եւ հանդիպման ընթացքում քննարկել ենք տարբեր ապրանքների անխոչնդոտ անցման հնարավորությունները եւ ուզում եմ ուրախությամբ նշեմ, որ այս պահի դրությամբ գոնե վերջին զեկուցումով մի շարք ապրանքների հետ կապված որ կային խնդիրներ, մասնավորապես ալյումինի փայլաթիթեղի, տեքստիլ արտադրանքի եւ ծաղիկների դեպքում այդ հարցերը լուծված են։ Շատ մասնակի լուծված են նաեւ կոնյակի սպիրտի հետ կապված հարցերը, բայց դրանք ամբողջական դեռևս չեն լուծված, շարունակվում են քննարկումները մեր գործարար համայնքի Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի հասնենք լուծման։ Իսկ դուք վրացի գործընկերներ չստել եք, ինչու է այդպես խնդիր առաջացել, որտեղ նախկինում չկար այդպես։ Բոլոր հարցերն էլ ճշգրտել ենք եւ աշխատանքային քննարկման մանրամասները նպատակահարմար չէ, որպեսզի ես այստեղ կողմից խնդիր կա, թե քաղաքական է, թե իրենց կողմից։ Ես նշում եմ, որ քանի որ մենք ունենք աշխատանքային քննարկում եւ աշխատանքային քննարկման մանրամասները առանց վերջնական արդյունքների հրապարակման չեմ կարող այստեղ հրապարակել։ Գործարաններն էլ մեր միջոցով տեղեկանան, պարոն, թե ինչ խնդիր։ Գործարանները շատ լավ տեղեկացած են բոլոր գործընթացներին եւ գործարանների հետ մենք շատ սերտ կապի մեջ ենք եւ
Ցավոք սրտի թե բարեբախտաբար չեմ կարող ասել, բայց գործարանները ձեր միջոցով տեղեկանալու կարիք չունեն, որովհետև իրենք ամեն ինչի մեջ ներգրաված են, Ներողություն, ես ճշգրտեմ, իրենք մեր միջոցով տեղեկանալու Դուք մինչև խնդիրը բարձրացնում եք, մենք այդ խնդիրների մի մասը կամ լուծած ենք լինում, կամ լուծման կեսն է լինում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր բլոկում ձեր բարձրացած խնդիրները զուտ ապահովում են հրապարակայնություն եւ ոչ մի բան ավել, որովհետեւ դուք մինչեւ բարձրացնում եք, մենք արդեն այդ աշխատանքի լուծման մեջ մինչեւ վերջ թաթախված ենք։ Բայց լուծած չեք լինում, դրա համար բարձրացնում։ Աշխարհի բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել, բայց մենք մի շարք հարցեր լուծում ենք, մի շարք հարցեր փորձում ենք լուծել, այնպես չի որ ով է ասել, որ մենք բոլոր հարցերը կարողանում ենք լուծել։ Կան որոշակի քանակ, որոնք որ հանդիպման արդյունքում բաց է թողնվել եւ կա քանակ, որը դեռ այնտեղ կանգնած է։ Պարոն Պապյան, քանի որ խոսեցիք ժողովրդավարությունից, հեղափոխական արժեքներից, ազատ խոսքից եւ այսօր 7 տարի առաջ այսօր Նիկոլ Փաշինյանը, քանի որ ընտրվեց վարչապետ, այդ ժողովրդավարության եւ հեղափոխական արժեքների դիմիթում է գտնվում մարդ ծեծելը, ներողություն խնդրելը եւ շարունակել պաշտոնավարելը։ Օրինակ, իսկ ով է ծեծել։ Իսկ ով է Նորքի թաղապետը։ Ով է Նորքի թաղապետը։ Ձեր կոալիցիոն գործընկերը։ Քաղաքապետարանի Երևանի անվականի ներկայացուցիչ։ Շատ լավ, այդ շատ կարևոր է, որպեսզի արձագանքենք, որ մեր կոալիցիոն գործընկեր է, սա մեկ։ Երկրորդը մենք դատապարտել ենք դա, մեզ համար դա ընդունելի վարքագիծ եւ կանոն չէ։ Մենք չենք կարող այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ քաղաքական պատժի ներկայացնել բացառությամբ դրան տալը քաղաքական գնահատական։ Սա մեկ, ինչ վերաբերում է իրավական գնահատական միանշանակ կտրվի այդ ամեն ինչին, քաղաքական գնահատականը մենք տվել ենք արդեն եւ դա մեզ համար ընդունելի չէ եւ դատապարտելի է եւ քաղաքական գնահատականին շարունակող գործողություն կարող է լինել եւ կլիներ, եթե այդ մարդը լիներ օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, բայց մենք Անուշ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կանգնեցրեց փաստի առաջ այն մասով, օրինակ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ իրեն դրսեւորել էր Հանրային պաշտոնյային ոչ պատշաճ վարքագիծ, մանդատը վայր դրեց։ Փառակալ խոշորացված համայնքի նախկին ղեկավարով քրեական գործի շրջանակներում էր, ներգրաված հրաժարական տվեց, որպեսզի միջամտություն չդիտարկվի։ Առավել եւս այդքանից հետո այդ հարցը ինչի եք տալիս։ Ասում եմ ինչի եմ տալիս, որովհետև կանգնեցել են փաստի առաջ մարդը, ով ծեծել է քաղաքացուն, ընդ որում ուղիղ եթերով եւ անցնում է գործով, քրեական գործով, անցնում է համենա ֆիզիկական ներգործություն կատարելու հոդվածով, շարունակում է պաշտոնավարել եւ ընդհանրապես ասել է, որ սադրանք է եղել, սադրանքի պետք է չտրվել։ Հարգելի գործընկերներ, 3 վարչապետը առավել քան մանրամասն եւ հստակ դրա մասին նշեց։ Հիմա ես ինչ եք տալիս մի հարց, որի լավագույն պատասխանը կարող է լինել երեկվա վարչապետի պատասխանը բառ առ բառ կրկնել է։ Չեմ ուզում նույն պատասխանն է։ Նույն պատասխան։ Ես հիշեցնեմ, որ նույն պատասխան թիմն է քաղաքապետարանում նշանակել այդ մարդուն։ Ինքն է նշանակել։ Ես ասացի արդեն մեր գնահատականը նշված իրավիճակին հետեւյալ նույնն է, չի փոխվել եւ չի էլ փոխվելու։ Եթե նախկինում այդպեսի դեպք լիներ, դուք հիմա ինչքան ակցիաներ կանեք, ինչպես առավոտից Ես կրկնում եմ, մենք նման դեպքերին արձագանքում ենք եւ եթե վերաբերվում է դա մեր կուսակցության անդամներին, արձագանքել ենք, որի մասին երկու դրվագ նշեցիք, բայց ավելի շատ դրվագներ էլ եղել եւ կրկնում եմ նախ նշեմ, որ ցանկացած դրվագ ինքը բնության մեջ կարող է տեղի ունենալ, բայց քաղաքական ուժերը հենց նաև նրա համար է, որ իրեն եւ քաղաքական գործիչները, որ իրանք եթե անգամ սովորական իրավիճակում նման դերվակ երբ որ անգամ տեղի ունենան, այդ մարդը գրում է քաղաքական ուժը գրում է դրա պատասխանատվությունը։ Չեք գրել, ինչով եք գրել։ Հիմա դուք ինչով եք գրել։ Պարոն Պապյան, որ օրինակ տեսնեն Տիգրան Տեր-Մարգարյանի օրինակը, ասեն ծեծեց, ներողություն խնդրեց, շարունակեց պաշտոնավարել։ Ես կարծում եմ, որ մենք առավել քան
բավարար պատասխանել ենք այդ հարցին եւ նույնիսկ կրկնում եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար բռնությունը անթույլատրելի է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար նմանատիպ վարքագիծը անընդունելի է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքական պատասխանատվության է ենթարկել իր բոլոր այն անդամներին, ովքեր այս կամ այն կերպ նմանատիպ դրվագներում հայտնվել են իրենց կամքից անկախ կամ ոչ անկախ։ Դա անգամ էական չի։ Սա Ինչ է ներողություն դահլիճում հարցակում ընդդիմադիրների վրա ու ծեծումը, որտեղ դուք շատ եք։ Եթե բռնությունը անթույլատրել է, այդպիսի դրվագներ կան, չէ՞ ուղղակի եթե տեսել եք։ Ինչ դրվագների մասին է խոսքը։ Իշխան Սաղաթելյանի վրա եք հարձակվել, Հայ Հակոբյանի վրա եք հարձակվել, Գեղամ Մանուկյանի վրա։ Եթե անթույլատրել է, ինչ չեք այդ մարդկանց հետ։ Երեք էլ էր համերգ։ Դրա մասով վիրավորում եք, լսել ենք, չեք կարող, չէ՞, երգել։ Երբ Լսել ենք, չէ՞, 2020-21 21-ից հետո Վահագն Ալեքսանյանը խացով հարձակում։ Այո, դա դրվագ է եղել, երբ որ դա դրվագ է եղել, որտեղ մի վարքյան դա դրվագ է եղել, որտեղ ամբիոնին կանգնած ազգային ժողովի նախկին падգամավորը վիրավորական արտահայտություն հնչեցրել եւ հարձակվել է, դուրս է եկել իր տեղից, հարձակվել է այլ падգամավորների վրա եւ այդ падգամավորները հույս ունենալով որ այդ падգամավորները չեն պաշտպանվի, բայց այդ падգամավորները պաշտպանվել են, ընդ որում բավականին հաջող հիմա որի արդյունքում հայտնի բոքսյորը ձեր կողմից շատ սիրելի բավականին անցանկալի վիճակում էր հայտնվել։ Ես սիրելի բոքսյորներ չունեմ, բոքսով չեմ հետաքրքրում, չնայած քիքբոքսի գնացել եմ ու կարատեի։ Պարոն Պապյան, բայց Վահագն Ալեքսանյանը չգիտեմ սպորտաձև եւ մասնակցություն, տիրապետում գնացել։ Շնորհակալություն։ Երևի թե գյուղատնտեսության մասին էլ հարցեր չկան։